Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, բարև ձեզ սիրելի ընկերներ։ Գրառում էի կատարել այն մասին, որ հանգամանքների բերումով ստանձնել եմ բլոգեր Արտակ Ավետիսյանի պաշտպանությունը։ Հիշեցնեմ, որ բլոգերը Հարությունյանը մեր հայտնի դարձավ որոշ ժամանակ առաջ, երբ որ հայտնաբերել էր այն թաքցված զինվորական համազգեստի այդ հատվածը պատահական էր հայտնաբերել ոնց որ թե եւ դա լայն քննարկման առարկա դարձավ, թե ինչպես են վերաբերվում ուղարկված այդ համազգեստի մի խոսքով հիշում եք այդ պատմությունը, դրանով հայտնի դարձավ, ես Արտակին չեմ ճանաչել, անկեղծ ասած անուններ չեմ իմացել, պատմությունը գիտեի, բայց ով է այդ բացահայտումը կատարողը տեղակ չէ, եւ 3 առաջին օրը բոլորս տեղեկացանք այն մասին, որ բլոգեր Արտակ Ավետիսյանը ձերբակալվել է, փորձեցինք հասկանալով է, պարզվեց, որ բավական լայն լսարան ունեցող, ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդ է, այն նույն մարդն է, որը որ իմ կողմից նշված բացահայտումն է արել, դրանով է ավելի հայտնի Հարությանը։ Հետո գտանք այն ձայնագրությունը, որը ենթադրաբար հիմք էր հանդիսացել ձերբակալման համար, գիտեք ինչ, մարդը քննադատական, մի քիչ կոշտ քննադատական խոսք է ասում։ Խոսքի ազատությունը ինչի մասին է։ Խոսքի ազատությունը ինչի մասին է։ Իրար կերած ասելու, իրար գովալու, իշխանություններին գովալու մասին է խոսքի ազատությունը։ Ենթադրում եմ, որ չէ։ Անկախ դրանից, թե ինչպիսի աջակցություն այս պահին ունի արևմտյան որոշ կառույցներից այս իշխանությունը, սա բացարձակ ճշմարտություններ են, այսինքն այս քրեական հետապնդումները ինչ որ մի օր նորից ջրերես են դուրս գալու եւ նորից քննվելու են։ Ոնց կարելի առհասարակ քրեական հետապնդում իրականացնել, եթե ընդ որում ուրեմն ատելության, անհանդուրժողականության, ֆլանի, ֆստանի այդ հայտնի հոդվածով, հայտնի քաղաքական հոդվածով, որ այս իշխանությունները լավ տյունինգ արեցին, համապատասխանեցին իրենց քիմքին, նախկինում միայն ազգային, ռասայական, կրոնական, հիմա նաև քաղաքական հայացքների հիման վրա, եւ արդեն որի որ դեպքն է ընդդիմադիրները այս հոդվածի մամլիչի տակով են անցնում։ Ես հիշեմ, որ առաջի մարդը, որ այս հոդվածով անցավ, լուսահոգի Արմեն Գրիգորյանն է, նույն հոդվածով էր նա անցնում, հետո Նարեկ Մալյանն էր այս հոդվածով անցնում, դատապարտվեց, քաղաքական հետապնդման էր ենթարկվում, քաղաքական հետապնդման էր ենթարկվում նաև ակտիվիստ Սամվել Վարդանյանը, այն ժամանակ Հարությանը ոչ հայտնի, հիմա բավական հայտնի ավտոբուսի գործի մասին է խոսքը, եւ Սամվելը 2 հոդվածով էր քրեական հետապնդման ենթարկվում, այս հոդվածով նա արդարացվեց, այսինքն նման դեպքեր ենք մենք ունեցել, բայց եթե խոսում ենք այս հոդվածի մասին, նիկոլականների նկատմամբ այս հոդվածով է, որ անընդհատ անձամբ Նիկոլ Փաշինյանը այս վերջի 2-3 օրը բացահայտ թշնամանք եւ անհանդուրժողականություն է տարածում քաղաքական հայացքների հիման վրա իր դիմախոսների նկատմամբ, ունեն դրանով քրեական հետապնդումներ։ Ինչևէ, նրան բավական կոշտ ձևով բերման են ենթարկել սեփական տան բակից, որում գիտեք, այստեղ էլ մրցություն կա, էլի, այսինքն կարող են, չէ, բերման ենթարկել, չթողնելով որ հասնի սեփական տան բակ, որովհետև հղի կին ունի, որովհետև 2 անչափահաս երեխա ունի, ընդհանուր 3 երեխա ունի, տարիքով մայր ունի, ինչ-որ արժեքներ կան, էլի, որոնք կարելի է հարգել։ Ցավոք սրտի այդպես չեղավ, այդ ձայնագրությունը հիշում եմ։ Այս պահին էլ եկել են խուզարկելու։ Դու չգիտեմ, այս հոդվածով ինչ պետք է որոնեն, որ գտնեն, չեմ էլ տեսել, ճիշտ ասած, խուզարկության որոշումը ի վիճակի չէի պարզապես գնալու, այսօր տենց մի քիչ համապատրաստից ստացվեց, հանգամանքների բերումով եղավ, որ ես Արտակը ինձ զանգեց, քննիչի աշխատասենյակից, իր ցանկությունը հայտնեց, որպեսզի ես պաշտպանություն իրականացնեմ, եւ քանի որ ոնց որ թե ճիշտ է սկզբից ուներ պաշտպան, որը շատ արդյունավետ աշխատում էր, չգիտեմ ինչ հանգամանքներում, ինձ քննիչը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել
պաշտպանից հրաժարում եւ ցանկություն է հայտնել, որ ես պաշտպանությունը իրականացնեմ, չի կարող թողնել անկախ նրանից, թե որքան զբաղվածություն ունեմ, իսկ զբաղվածությունս մեծ է։ Այս պահին փորձում եմ հնարավորինս արագ Երևանի խցանումներով հասնել Շենգավիթ, Զեյթունից, որպեսզի նախ տեսնեմ ինչ եղավ խուզարկության էին եկել, չգիտեմ, ինչ պետք է, ամեն ինչ հրապարակային է, ինչ պետք է որոնել։ Բոլորիս համար էլ պարզ է, որ խուզարկությունը նման դեպքերում իրենից ներկայացնում է ավելի շատ ռեպրեսիվ միջոց, մարդկանց նեղություն տալու, լավ էսպես ասեմ։ Եվ պարզապես մենք չգիտենք որևէ քաղաքական գործ, որով խուզարկությունները ինչ-որ մի հանցագործության հայտանիշներ են հայտնաբերել։ Միակ գործը, որը հենց այս պահին ընթանում է եւ ես պետք է այս նիստին լինեի, դա 18 հարթարների գործն է, որտեղ որ լիքը բան են տարել, բայց դե տեսանք, թե տարածը արդյունքում ինչ եղավ, ինչ խայտարակ եղան, երբ որ բացահայտ կեղծիքներով էին դրանք մեկնաբանվում, մի խոսքով, դրա մասին այս պահին շատ չխոսեմ, լայվս ավարտելուց հետո, եթե նայում եք հիմա, խոշխան եմ ուղիղ եթերով հետևել 18 հարթարների գործին, ցավոք ես այդտեղ չեմ կարող լինել, իհարկե Պաշտպանյանը չի մնացել առանց պաշտպանի, բայց ամեն դեպքում սա է իրավիճակը, ուրեմն Արտակ Մավետիսյանի մասով։ Նշեմ, որ հեռախոսովի հետ խոսելիս նա հայտարարեց, որ մեղքը չի ընդունում, սա մեկ փաստ երկու, դրանք պետք է որ արդեն մեղադրանք առաջադրած լինեն եւ ենթադրում եմ, որ նշված հոդվածով 329, այսինքն ճշտամանքի, խտրականության, անհանդուրժողականության, ֆլանի, ֆստանի տարածման, հրահրման հոդվածով։ Բայց չգիտեմ, չեմ տեսել մեղադրանքի որոշումը, որտեղ նոր պետք է առնչվեմ քննչական մարմնի ներկայացուցիչների հետ։ Ինձ քննիչը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, այդպես են միշտ ասում, դա նորմալ է, ամենայն հավանականությամբ լինելու է դատարան միջնորդություն, խափաման միջոցի հետ կապված, դա կարող է լինել տնային, դա կարող է լինել ամենավատ տարբերակով, բանտային կալանքի միջնորդություն, կարող է նաև լինել տնային կալանքի միջնորդություն, տեսնենք ինչ միջնորդություն են անելու, վարչական հսկողության միջնորդություն նույնպես հնարավոր է տեսականորեն եւ դատարանը որոշելու է կարգի ինչպիսին է, օրինակ եթե բանտային կալանքի միջնորդություն է, դատարանը կարող է դրա փոխարեն ցանկացած այլ միջոց, խափաման միջոց կիրառել։ Եթե տնային կալանքի միջնորդություն է, արդեն դատարանը չի կարող բանտային կալանք կիրառել, կարող է կամ համաձայնվել, կամ մասնակի համաձայնվել եւ ավելի մեղմ խափաման միջոց կիրառել։ Սա է ընթացակարգը։ Երբ է լինելու դատական նիստը ասել չեմ կարող, որովհետեւ դե այս պահին քանի որ իրականացնում են խուզարկությունը տևական գործողություն է, հետո պետք է ամփոփեն, ենթադրում եմ նոր դատարան կներկայացնեն արդեն իսկ խուզարկությունը ավարտելուց հետո, թե երբ չգիտեմ եւ դատարանն էլ երբ նիստ կնշանակի չգիտեմ։ 50-50 է, կամ այսօր ուշ երեկոյան է լինելու դատական նիստը, կամ լինելու է չի բացառվում նաեւ վաղ առավոտյան, որովհետեւ ժամանակ այնուհանդերձ կա եւ այստեղ դատավարական խնդիր չի առաջանում, բայց այստեղ դատավարական չի հարցը, բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, իշխանությունների ընդհանուր համատեքստում եթե նայում ենք, իշխանությունները ինչ է անում, իրավապահ մարմիններին դարձրել է քաղաքացիական պայմանագրի շտաբներ, որոնք տես ամեն մեկը տես առանձին ուղղվածության եւ տեսնում ենք, որ փոխանակ զբաղվեն իրենց բուն գործով, վեդիի գործը բոլորիս աչքի առաջ։ Տեսեք, նույնիսկ ինչպիսի գործեր են գլխառադանում։ Եվ մինչև հանրային հնչեղություն չստացավ, մինչև Սյուզի Բադոյան, մինչև հանրությունը այս վրթովմունքը չներկայացրեց, տեղից շարժվեց։ Ինչքան նման դեպքեր կան, ինչքան նման դեպքեր կան։ Իսկ այս քաղաքական գործով մարդը լայվ անում, մի ժամ հետո արդեն գալիս են այդտեղից։ Ոնց է տեսնում։ Ու նորից ասեմ, այդ լայվի մեջ ես նայել եմ, բան չեմ տեսել, հիմա տեսնենք քննչական մարմինները ինչ են գրել։ Ես նայել եմ, բան չեմ տեսել։ Մարդը ունի քաղաքական հայացքներ, դրանք արտահայտում է։ Որն է սահմանագիծը։
ատելության խոսքի եւ խոսքի ազատության։ Ինչ է արել այդ մարդը, ինչն է տշնամանք, ինչ տշնամանքի մասին է խոսքը։ Մարդը իր գնահատականն է տալիս իշխող քաղաքական ուժին, եւ սա էլ է շատ կարեւոր։ Այստեղ խնդիրը քաղաքական չի, այլ իշխող ուժի այսպես հանգամանքն է։ Միշտ ուշադրություն դարձրեք նրան, որ այս հոդվածը ես միշտ մեզ ճղում ենք եւ հաստատ այս մոտեցումը, երբ որ արդեն դատական իշխանությունը զերծ լինի այս քաղաքական ազդեցություններից, այս հարցը վերստի պետք է քննարկման առարկա դառնա։ Քաղաքական հայացքների հիման վրա խտրականությունը, անանդրժողականությունը, ֆլանը ֆստանը քաղաքական հայացքներին են վերաբերում, այլ ոչ թե քաղաքացի իշխանություն հարաբերություններին։ Երբ որ քաղաքացին սկզբունքորեն դժգոհ լինելով իշխանությունից, իր հարկերի հաշվին ապրող իշխանությունից կոշտ բառապաշար է կիրառում իշխանավորների նկատմամբ։ Դա քաղաքական հայացքների խնդիր չի։ Դա քաղաքական ուժի համակիր հարաբերությունների տիրույթում չի, այլ իշխանություն քաղաքացի հարաբերությունների տիրույթում է։ Սա շատ կարևոր է։ Եվ այստեղից է սկսվում այս հոդվածի քաղաքականացումը։ Հələ մենք նայեք տեսեք այս հոդվածը ուրիշ դեպքերով է կիրառվել առնվազն վերջի տարիներին։ Այն որ ռասայական, ազգային եւ այլն դրա կողքին ավելացրեցին մի հատ քաղաքական հայացքներ, որպեսզի բացառապես դա կիրառեն։ Ես չգիտեմ ամենայն դեպս այս հոդվածի կիրառման վերջի տարիներին այլ դեպքեր, որոնք վերաբերում են այլ հատկանիշներին։ Իսկ իրականում այս քաղաքական հայացքները քիչ պետք է լիներ հոդվածում։ Սա այդպես մի թեթև ֆորտոչկա են թողել եւ դա դարձել է բացառությունը կամ երկրորդականը դարել է առաջնային եւ կարեւոր, այսպես ասենք։ Սա է այս հոդվածի տրամաբանությունը։ Հիմա Արտակ Ավետիսյանը իր կոշտ անհամաձայնությունն է հայտնել իշխող քաղաքական ուժի քաղաքականությանը, իշխանության քաղաքականությանը։ Սա է ճիշտ ասելը։ Նույնիսկ իշխող քաղաքական ուժն էլ, չգիտեմ, ինչքանով է ճիշտ ասելը։ Լավ, դա արդեն հետագայի հարց է, գործունեություններին ավելի մանրամասն ծանոթանամ, դրան ավելի մանրամասն անդրադառնամ, ուղղակի ճանապարհին որոշ դատողություններ եմ անում կապված այս գործի առանձնահատկությունների հետ։ Վերջին բանը, որ ուզում եի ասել, դա այն է, որ գիտեք, ես 3 առաջ օր էի դեռ հետևում ԿՊԱ-ականների արձագանքին, այն որ ծաղրական ձևով հիմա ինչ, առաջ ասում եք հղի կինը կամ փոքր երեխա ունեցող կինը նրանց չպետք է ձերբակալել, բա հիմա էլ արդեն հղի կին ունեցող տղամարդկանց չի կարելի ձերբակալել, ասենց ինչ-որ ծաղրական բան էր։ Սա դասական մանիպուլյատիվ հնարք է, որը որ շեղում է բուն փաստարկը։ Մեր փաստարկը այն չի, որ հղի կնոջը չի կարելի քրեական հետապնդման կանչել, ձերբակալելուն ես իհարկե դեմ եմ ցանկացած հղի կնոջ, բայց կամ փոքր երեխա ունեցողի չի քննարկվում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Ալենի ներողություն ոչ նորմատիվային լեքսիկայի համար, Ալեն բառը այդպես օգտագործելու համար, այն ժամանակ, երբ Ալենի եղբոր կնոջն էին ձերբակալել, այդ իրենց ներքին ռազմորկեքի շրջանակներում, ես ինքս